Ես վաղուց եմ ճանաչում նախագահին, ես Ղարաբաղյան պատերազմի մասնակից եմ, միասին հաղթել ենք, հող ենք գրավել, չենք տվել։ Եվ ես կարող եմ ասել, որ ինքը այն մարդն են անձնավորությունն է, որը կարողանա ծնգի բերել թշնամուն եւ Հայաստանը առաջվա նման լինի ուժեղ, հզոր եւ կարողանա բոլոր միջազգային ատյաններում իր խոսքը ասել։ Այ դա է իմ ցանկությունը, որովհետեւ մեր այս նոր սերունդը հիմա խիղճացել է լավ։ Ես կցանկանամ, որ այն ժամանակ, երբ մենք բոլոր պետությունները գնայինք, հայ էին ասում, բայց հիմա գլխները կախ է։ Պարտված են եւ կցանկանամ, որ հաղթանակները շարունակվեն, այս թուրքական զորքը, որը գտնվում է մեր տարածքում, դուրս բերվեն մեր տարածքից եւ մեր հողը մնա մեզի։ Ես բան չունեմ ասելու, եթե վարչապետը մինչև ընտրություն կարողանար թուրքական զորքը դուրս բերել մեր երկրից, իրան ավելի շատ սատարողներ կլինեն, բայց քանի որ չկարողացավ դուրս բերել, չկարողացավ ոչինչ անել, ես չեմ կարողանում ինչ-որ բան գտնել ասել։ Իմ նպատակն է, որ լինենք հզոր երկիր, կարողանանք միասնական լինել, ոչ թե առանձին բոլորս ենք, սպյուրքը չկա, ինիք չկա, այնտեղ քրիստոնեությունը вообще չգիտեմ ինչ, ես կցանկանամ, որ միասնական լինենք, ամուր լինենք, մեկ բռունցք լինենք եւ հաղթենք թշնամուն, կարողանանք։